Նախ մահացու կրակոցների մասին, որ հնչել են Աջափնյակ թաղամասում։ Այսօր Աբելյան փողոցից 7 հոգի հրազենային վիրավորումներով տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց։ Նրանցից մեկը մահացել է, այս մասին քիչ առաջ Արմենիա բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանն է հայտնել Ազատությունից, նաև պատմել է, թե ինչ վիճակում են վիրավորները։ Տասը հոգի տուժածներից քանիսին են ձեզ մոտ բերել։ 7-ը բերվել են հանրապետական բժշկական կենտրոն Արմենիա ՀԲԿ, որից 5-ը շտաբօգնության մեքենայով, 2-ը տարբեր ես մեքենաներով։ Վիճակները 7-ից 2-ի հատկապես գնահատվել է ծայրահեղ, այդ 2-ից մեկը մահացել է վիրասրահում, 3-ը վիրահատվում են այս պահին, մյուս 3-ն էլ ռեանիմացիոն բաժանմունքում են, բայց էլի տարբեր միջամտություններ եւ բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Ինչ վնասվածք է կոնկրետ ունեցել մահացողը։ Նախնականին տանով հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի եւ որովայնի շրջանում։ Իսկ ինչ տարիքի է մահացածը։ Չեմ կարող ասել, բայց միջինը երևի 30-35 այդ տարիքի մարդիկ են բոլորը։ Քանիսի վիճակն է ծայրահեղ ծանր։ Երկուսինը շարունակում է ծայրահեղ ծանր մնացածները ստաբիլ ծանր դեպքավոր։ Անչափահաս չկա մեջները։ Նախնականին գնահատման ոչ։ Ոստիկանությունն առայժմ տեղեկություն չի տալիս կրակոցների մասին, պարզ չէ դրանց պատճառը և տուժածների ստույգ թիվը։